Քաղաքացիական հասարակություն ասածը Ադրբեջանում չկա։ Հայաստանում կա եւ եղել է միշտ։ Ադրբեջանը տոտալիտար երկիր է, նույնն է, որ ասենք Հյուսիսային Կորեայում քաղաքացիական հասարակություն, մոտավորապես կամ Ուզբեկստանում քաղաքացիական հասարակություն, դրա նման մի բան։ Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունը կամ գտնվում է իշխանության թելադրանքի ներքո, կամ եթե իշխանության թելադրանքի ներքո չի, ապա դիտարկվում է որպես ընդդիմադիր գործիչ, նրանք կամ պետք է լքեն Ադրբեջանի տարածքը, կամ պետք է լինեն բանտում։ Նրանց բանտերը լցված են քաղբանտարկյալներով եւ նրանց քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների արդյունքի բաժինը 70-80%-ը, որոնց մի մասին ես ճանաչում եմ, գտնվում են Եվրոպաներում։ Փախստականի կարգավիճակով, բանտերից դատապարտված ազատ արձակվածների կարգավիճակով, այսինքն խոսել ազատորեն կամ նրանց ներկայացնել ճիշտ այնպես, ինչպես մերոնք են, որ ազատ կարող են իրենց մտքերն արտահայտել, իհարկե նրանք չեն կարող, բայց կարևոր էլ չի, Ադրբեջանում մեկ մարդ է որոշում։ Մեկ մարդ է որոշում։ Եվ եթե մենք հասարակության այդ զրույցի համատեքստում շատ լավ է որ կան այդ հանդիպումները, բայց ցուցիչ մենք ունենք, օրինակ Ադրբեջանում հակահայկականությունը պետական մակարդակով է քարոզվում դպրոցներում, մանկապարտեզներում եւ ամենուր եւ դա չի դադարել։ Ռամիլ Սաֆարովը դեռ իրենց մոտ ազգային հերոս է եւ այդ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից որևէ մեկից չենք լսել, որ քնած համակուրսեցություն սպանողը չի կարող լինել այդ գեղեցիկ քաղաք Բաքվում ազգային հերոս։